Այս փորձի միջոցով մենք սովորենք, թե ինչպես քիմիական ռեակցիաների արագությունը կախված է նյութերի համակցությունից և կոնցենտրացիայից։ Մեզ պետք է օսլ, յոդ, վիտամին C, պատրաստում ենք մի թեյի գթալ օսլան, լցնում ենք 100 մլ տաք ջրի մեջ և խառնում ենք։ Հաջորդ լուծույթի մեջ խառնում ենք 1 կապ վիտամին C։ Իսկ հիմա վերցնում ենք յոդ և մի քանի կաթիլ կաթացնում ենք։ Ստացանք բաց շագանակագույն լուծույթ։ Իսկ հիմա վիտամին C լուծույթից խառնում ենք յոդի լուծույթ հետ։ Մենք տեսանք, որ վիտամին C-ն փոխեց յոդի լուծույթի գույնը։ Իսկ հիմա լցնում ենք օսլայով լուծույթը յոդի լուծույթի հետ։ Սպասում ենք 20-ից 30 վայրկյան։ Մենք տեսանք, որ լուծույթը վերածվեց կապտագույն գույնի։ Վիտամին C-ի ի սկզբանե վերականգնում է յոդ, դառնալով այն անգույն։ Ժամանակի ընթացքում, երբ վիտամին C-ն ավարտվում է, յոդը նորից ակտիվանում է ու օսլայի հետ արձագանքելով առաջացնում է կապույտ գույն։ Սա ցույց է տալիս, թե ինչպես ռեակցիայի արագությունը կարող է փոփոխվել և դանդաղել, եթե որոշ նյութեր նախապես միջամտեն ռեակցիային։